Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության երկրորդ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում գործող վառելիքի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել եւ իրականացրել են ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Ընկերության գազալցակայաններում տեղադրված լիցքավորման աշտարակներից դուրս են բերվել եւ հետազոտվել իրացման վերաբերյալ տվյալները։ Միաժամանակ ուսումնասիրվել են նաեւ վաճառքի հաշվառման մատյաններն ու սևագիր գրառումներ պարունակող տետրերը։ Ձեռքբերված տվյալները համադրվել են պետ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերյալ հարկային հաշվարկների տվյալների հետ։ Պարզվել է, որ ընկերության կողմից 2022-ից 26 թվականներին սեղմած բնական գազի, հեղուկ գազի, բենզինի եւ դիզելային վառելքի վաճառքների մասով հայտարարագրվել է շուրջ 600 միլիոն դրամի իրացման շրջանառություն։ Արդյունքում չի հաշվարկվել եւ պետական բյուջե չի վճարվել շուրջ 210 միլիոն ՀՀ դրամ։ Նշված փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին զերծ մնալ նման առատավոր վարքագծից եւ չկատարել ապօրինություններ, իսկ գնորդներին պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։